Բարև ձեզ ընկերներ, ասեմ ինչի եմ ես բոլորին դեմ անում, որ բոլորին դեմ չանեի, անելու էի ինչ-որ մի քաղաքական ուժի պրոյեկտ, որը առաջի կետով դրել էր համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդնումը Հայաստանում ու իր ողջ ծրագիրը կառուցել էր դրա վրա, բայց անում եմ բոլորին դեմ, որովհետև տարբերակ չկա դասական, տրամաբանական ուժով այս աղբի մեջ պայքարելու ու պիտի ճեղքեմ, որ հետո կարանամ ես կամ իմ նմանները համապարփակի ուժը ստեղծեն, որը մինչև այսօր չեմ տենում, որ կա, նույնիսկ տարբեր գեներալների կողմից ստեղծած ուժը նմանը չի, կան ինչ-որ ուժեր, որ իրենց 7-րդ կետով դրա մասին մի թեթև խոսում են և վերջ։ Ու դա նաև ցեղասպանության տարելիցը հիշելու ու ճիշտ վարվելու հայի ձևը պետք է լինի, սկսած անհատից, որը պատրաստ է վաղվա պատերազմին ինքնուրույն ու ինքնագլուխ ձևով, վերջացած այդ ամենը պետականորեն ճշգրիտ ձևով ու բոլոր ոլորտներով համակարգելով, որի անունն է հենց համապարփակ պաշտպանություն և անվտանգություն։ Պետք է Հայաստանում ամեն մարդ իմանա, եթե վաղը պատերազմ է, ինչ է անելու։ Իսկ այդ պատերազմը միշտ որպես ռիսկ մենք ունենալու ենք, քանի այս հարևաններն ունենք, ու ով խաղաղությամբ կամ մի ուրիշ տեքստերով ձեզ փորձում է խաբել, իմացեք, որ դա կատարյալ քցող է։ Իսկ հիմա պինդ եղեք, տրամադրվեք բոլորին դեմ անելուն, որովհետև եթե ճեղքում չլինի, գաղափարական առողջ ուժեր տարբերակ չեն ունենալու, դաշտում մի հայտ գալու ու իրագործելու իրանց պատկերացրած Հայաստանի տեսլականը։ Լավ եղեք, պինդ եղեք։